բոլորին, սիրելիներս, այսօր պատրաստելու եմ ավելուկով ապուր, բարձրացել եմ տանիք և ավելուկ եմ իջացնելու, մեր մոտ ձյուն է Շիրակի մարզում, ասեմ, որ այս տեսեք ես ինչ ձև եմ պահում, հուսքով էլ ունեմ, բայց սենց ավելի լավ է մնում, չի մնում, ինքը շատ լավ և կանաչ մնում է, տեսեք, որ ավելուկով ապուր եմ պատրաստելու, իսկ սա եղինջ է, ուզեցա սա է ցույց տա, եղինջը այս ձև եմ դնում, էլի չորացնում, տեսեք, որքան կանաչ և լավ մնացել է, վաղն է եղինջով ապուր կպատրաստեմ, սիրելիներս, և ցույց կտամ, տեսնում եք ինչ թարմ մնացել է, չոր, դրա համար ես տանիքում եմ պահում, կախում եմ տոպրակներով, լավ մնում է ինքը, չոր, մաքուր մնում է, դե հիմա գնանք տուն, ցույց կտամ ինչ եմ անելու, եռացրած ջրի մեջ եմ լցնելու, ինքը մի փոքր մնալու է եռացրած ջրի մեջ և հետո պատրաստելու եմ, դե գնացինք, այստեղ արդեն ջուրը եռում է, ավելացնում եմ ավելուկը և թողնում ենք 10-ից 15 րոպե մնա եռացրած ջրի մեջ, հիմա ավելուկը քամում ենք, մնացել էր եռացրած ջրի մեջ ու մի հատ էլ ենք լավ լվանում, հոսող ջրի տակ, այստեղ ավելուկը արդեն լավ լվացրեցի ու մեզ էլ ինչ է անհրաժեշտ ավելուկով ապուրի համար, սիրելիներս նշեմ, որ տարբեր մարզերում, տարբեր մարդիկ տարբեր ձև են պատրաստում, տարբեր բաղադրատոմսերով, ես առաջարկում եմ իմ բաղադրատոմսը, տեսանյութերի մեջ տեսել եմ, որ ասում են սենց չեն պատրաստում, նենց են պատրաստում, դուք պատրաստեք նենց, ոնց որ դուք կարող եք և ոնց որ դուք եք սիրում այդ բաղադրատոմսերով, էլի եմ ասում, տարբեր մարզերում, տարբեր ձև են պատրաստում ու կարմիր քաղցր պղպեղ, կծու պղպեղ, այստեղ խորովածի համար նախատեսված համեմունքներից եմ մի փոքր դրել, սև աղացած պղպեղը, կանաչիներից ռեհանը և ծիտրոնը շատ քիչ, որպեսզի ավելուկի համը մնա, ուրիշ ավելի տարբեր համեր չլինի շատ, էլի, այստեղ ձավարը նախօրոք խաշել եմ ոսպը, որպեսզի շուտ եփվի, դուք կարող եք հում վիճակում ավելացնել, ծարակը, ձեթը և այստեղ սոխառածն ենք անելու, սխտորը և վերջում տարբեր մարդիկ տարբեր ձև են սիրում, էլի եմ ասում, եթե ուզենաք ընկույզը ավելացրեք վերջում, ընկույզով սխտորով շատ համեղ է ստացվում, սիրելիներս, և կհամոզվեք, հիմա սկզբից սոխառածն եմ անում և ասեմ, որ ալյուր չեմ ավելացնելու, որովհետև ձավարը իրենից արդեն խուսանման, այդ զանգվածը ինքը կհաղորդի, ալյուր չեմ ավելացնելու, դե ինչ սիրելիներս սկսեմ պատրաստելը, նախ սկզբից սոխառածն ենք անում և այս համեմունքներն ենք ավելացնում և այտենց հերթականությամբ, իսկ վերջում է, դե բնականաբար աղն ենք ավելացնում, ավելացնում ենք սոխը, կարագը և ձեթը, դնում ենք գազօջախի վրա, ավելացնում ենք համեմունքները, հետո ջուրը, այնուհետև ձավարը, ոսպը, մի հատ խառնում ենք և ավելացնում ենք
ավելուկը։ Մի քիչ է ջուր ավելացնեմ, որպեսզի շատ պինդ չստացվի։ Մոռացա նշեմ, մի երկու հատ է կարտոֆիլ ենք ավելացնում, էլ ավելի է համեղ ստացվում և թողում ենք եռա։ Արդեն եփվում է ապուրը, աղ եմ ավելացնելու, մի փոքր է եփվի և արդեն վերցնեմ։ Աղն է ավելացնեմ և վերցնեմ կրակի վրայից։ Արդեն պատրաստ է, տեսեք ոնց է պնդացել։ Դե ինչ, մեր անմահական ապուրը արդեն պատրաստ է, սիրելիներս։ Շատ համեղ է ստացվել, տեսնում եք։ Այստեղ ավելացնեմ սխտորը, և ընկույզը։ Ընդանուր չեմ ավելացրել, ընդանուր ճաշի մեջ, ով կուզենա կավելացնի։ Փոքր է ընկույզ։ Այստեղ չորահաց եմ դրել, ցանկացողները կարող են չորահացով ուտել, շատ համեղ կստացվի, քանի որ ես հիմա հաց չեմ օգտագործում, հացով չեմ ուտել։ Մի հատ խառնում ենք և վայելում ենք այս անմահական ապուրը։ Ցույց տվեցի, որ մեր մոտ առատ ձյուն է գալիս և շատ լավ համահունչ եղանակ է այս ապուրին։ Հիմա մի հատ փորձեմ և ձեզ համը կասեմ։ Շատ համեղ էր, սիրելիներս։ Դուք այս նախադրատոմսով պատրաստեք և վայելեք։ Շատ համեղ է ստացվել։ Դե ինչ, այսքանը դուք է պատրաստեք և անուշ արեք, սիրելիներս։